Ճամփորդես ճամփիդ ղուրբան գազբարով դուն իմ հարազատ սիրեկան ասենք բայց դե կավուչ գազբարով իմ հարազատ Ալ փող կապով ծիծաղծապով դուրգված իմ մեր տնից հոտ շարքերով բուր երգերով տոնենք տոնում մենք այսօր շողշողում է փողփողում է դրոշները ալբոսոր Եկել եմ ոնա վեր են կալել բերել եկել եմ ինձ եկել չեմ Սազով եկել են նշանել նվակով աղբերս էլ էր նվակող այդ նվակող աղբորից հետո որ ասում ենք դամ ապա Այդ դամքաչը խմեց, հարբեց ու քնեց։ Մի գնում ենք հարսին լեջան գյուղից տանենք ակարակ գյուղը։ Տանենք բնչանենք մենակ նվակվել չի։ Աղբերս շալը միջկից կապեց, որ գայմալի էլ իր եղիտեղը։ Շալը միջկից կապեց, մեծ աղբերս էլ վրին խոսում, արակը խղճան, արա մի բան կլի։ Էտա ոչ մի հետը դամարի, մինչև հարսանքի վերջը Իրա հետի դամպա հողն էլ, դու գրխես չէ դամպա հողը, որ մատը մշշկել է, որ մատը սեդ վետեմ ունիլ, աղբերս շաներու մատը տնգեր, այդ մատը ստիմ դնիլ, թե փոխեր։ Անծանոթներ ենք այս ասում եք երբ որ մի պահ մոռանում եմ, որ ասեմ, այդ ոնց իմացա, դե ծիծաղում ենք երկուսով, ես էլ եմ հիշում, իրանքել ենք։ Աղջիկը հարևանա, տղեն, ծնողի տղեն, բարեգամա, հերանումա, բարեգանումի նման գալիս ագն, իսկ աղջիկը հարևանա, ամեն մոմենտ հրա, մորատ, չմունել տենմա։ Իսկական թորը մեղերա քաղցրություն ունի, բայց ծորը ամենաթանկ բանն, ամենասիրվող բանն։ Վայ կուտունը շինվի, ասելա բան չի, մի լավ բան էլա տվել չի, նամուս չի տվել, անմ չի տվել, Անկախ իրանց ինձ ձևի ասես անում չէ, նամուս չկա, անում չկա, մեր հնությունը չկա։ Ես անցկենող ամարը այստեղ դաչեր եկել իրանց հինական պապի տատի տուննա, շալվարը հակին, շորտիկը հակին, փող կերքլեն էստյանցի հետ, ասես շալվարի վրա ծաղիկներ, տղամարդուն սազմա է թակնել, նամուս, վերացելա, Ապսուս մեր ժողովուրդ, մեծերս եսակը գնանք սոր գնացել եմ իմ աշխատանքի ընկերուհուն թաղել։ Նրանք վեկալ անտարան ես կարացի ոչ եկա, չի, սա լավ բան չի։ Ես հացի պակասություն չեմ տեհել, ճիշտ ամուսինից մահացած կար, բայց ես աշխատել եմ, իմ երեխը սոված մնացել չի։ Մի գնում են Ռուսաստան կամ Սաղլամ են գալի կամ հիվան, հերեն թորս էլի գնացելա վախում է։ Խմելը փոթուս, գել է սոլվա։ Գագը եվլանոս կարտոն սամի։ Հաշվա պայնար մեննա, թե։ Ես պայմանագրային։ Ներջո։ Ինչ է պատում։ Մեննա թետը։ Ովանաց, բանի դերդերը ովանաց է։ Կանյան Ուրեմն մտածում են անվանակու չես ասեմ կարիք չկա նա բոլորը գիտեն որ սա խանութ է հետո իմ եղբայրը որ ինքը սկսեց այս աշխատանքը նշանակեց ստեղ մի հորեղբոր թոր ունեն Երևանում ինչ որ չգիտեմ նա ինչ գործով է զբաղվում որը որ դա պատրաստեց եբերես նվեր նա ինքը առաջարկեց որ գրենք ընկեր ֆլորայի խանութը հետո ժամանակի ընթացքում համոզվեցինք որ շատ հանգստացողներ են գալիս հնևանք այդտեղ Կուրթանիձոր եւ այլն եւ բոլորին շատ հրապուրեց չգիտեմ հանրապետության մակարդակով կա այդպիսի տրաֆարետ ցուցադրություն բայց մերը իսկապես կարծես թե մի ավելորդ անգամ գնորդ բերեց մեզ Անծանոթներ ենք այս ասում ընկեր ֆլորա մի պահ մոռանում եմ որ ցուցանակում գրված է Սենց գլուխս բարձրացնում եմ որ հին աշակերտներից է ինչ որ մեկը բայց տենում եմ ասեմ այդ ոնց իմացա դե ծիծաղում ենք երկուսով որ ես էլ եմ հիշում իրանք էլ են գնում ասենք դուք որ եկաք ես մտածեցի այդ չտեսա մտածեցի որ դուք նույնպես կարդացիք ու ներս մտաք որպես ասենք արդեն գրված էր Հաց ունեք ընկեր ֆլորա Ինչու դպրոցում չես ինչու երբեք իմ կշերքը
խախտված չի եղել, երբեք իմ պարտկացուցակի դետրում որևէ սխալ չի արվել, եթե պատահական 17 տարիների ընթացքում մի թիվ գրված լինի, դա կլինի ոչ թե իմ մեղքով, այլ պատահականության սկզբունքով Ազույժ ջան։ Այն դիմացինը դսերն է։ Արեն պապի։ Ընկեր Ֆլորան շատ վատ ազգով, որ մարդիկ ուշացում են իրենց պարտքերը, հասկանալով ամոտենում են բռնումով այն մարդկանց, ում նյութականի մասին կարծիք ունի, որ կոնկրետ նա չի կարող, վճարունակ չի, սպասում են։ Իսկ այն մարդիկ էլ կան, այդ պարտքատերերից, որոնք իսկապես կարող են, ասենք երեք մի հատ ցոլիկա ծախել, հա, ցոլիկը ծախել այդ մարդը եւ չի գալի խանութ 1-2 արդեն գալիս է, բա ինչ է լավ ձեր ցուլ, դեռ չենք հավաքել փողերը եւ այլն։ Նրանց իհարկե մենք ես չարանում եմ նրանց վրա։ Երազում եմ այս անպայման չջնջեք, գոնե 1 տարի, կես տարի, 2 ամիս աշխատել առանց պարտքատետրի։ Երբ ես գնորդներին նույն բանն ասում եմ երազանքի մասին, ասում եմ որ դա հնարավոր չի, բայց դա երազանքը հնարավոր է, թե ոչ չենք քննարկում, քշերքի չենք դնում։ Դա իմ երազանքն է, որպես վաճառողի, որպես անհաձեռներից, որ Հայաստանում այնպիսի վիճակ առաջանա, այնքան լավ ծաղկուն Հայաստան դառնա, որ տետրերը մի օր շպրտենք։ Այդքան բան Ազույժ ջան, ուրիշ հարց։ Եթե դասաժամին որևէ երեխա խանութում է հայտնվում, ես անմիջապես հարցնում եմ, ինչու դպրոցում չես, ինչու ես դու տանը, եւ այլն այլն։ Աշխատում եմ նաեւ դաստիարակել, աշխատում եմ նաեւ սովորեցնել, եթե ինչ-որ բան ես գիտեմ։ Իհարկե դպրոցը շատ է փոխված մի նորովի, չէ, բայց իմ 5 գիտելիքներից ինչ-որ բան, եթե կարող եմ տալ, ես անպայման չեմ ափսոսում եւ տալիս եմ, եւ դրանից շատ ինձ լավ եմ զգում Ազույժ ջան։ Ստացվեց ինչ-որ մի բան։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի հեղինակած Ալավերդի գրքի վաճառքը, 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդու տարածքը եւ նրա շրջակայքում ապրած մարդիկ 5000 տարի առաջ ուրարտական շրջան, նրանց հավատալիքները, Լոռու Բագրատունի Կյուրիկյան թագավորների, մոնղոլների, սելջուկների, վրացիների, թուրքերի ու պարսիկների արշավանքների շրջան։ Քարայր գրատների, լոռվաքաջերի եւ լեզգիների արշավանքների 150-ամյա դրամատիկ պատմությունները, Լոռու ազնվական տների միջնադարում ծավալված դրամատիկական պատմությունների պղնձի 250 տարվա պատմության մասին, Լոռու բոլշևիկյան ապստամբությունների, Չեզոք գոտու, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարության մանրամասները, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների, կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրումը, գործունեությունը, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմությունները, օգտված է ավելի քան 200 գիտական աշխատություններից ու հոդվածներից, թերթերից, գիտական ամսագրերից։ Գիրքն ունի նաև Ալավերդու եւ տարածաշրջանի հիշարժան տարեթվերի հավելված օգտագործված գրականության ցանկը։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Սայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիս ցանցի, Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Երևանի Խանջան փողոցից ձեռք բերելու համար զանգահարել 091 61 29 30 կամ 055 18 47 87 հեռախոսահամարներով։